Հանրային ռադիո։ Շնորհակալություն։ Իմ հարցը անհետ կորածների հարազատների բարձրաձայնած խնդրին է վերաբերվում։ Նրանք արդեն երկրորդ օրն է շարունակում են փակ պահել Բաղրամյանը եւ ասում են, որ իրենց միակ ակնկալիքն այն է, որ Արմեն Աբազյանին փոխարինող պաշտոնյան կհանդիպի նրանց հետ եւ նույնքան սրտացավ կլինի այդ հարցերում, որքան որ Աբազյանը։ Ես ուզում եմ հարցնել, դուք արդեն ունեք քննարկումներ, թե ով է լինելու այդ պաշտոնյան եւ ունեք ժամկետներ որոշակի, որովհետև ծնողները ժամ առ ժամ սպասում են այդ հայտարարությանը եւ նաեւ նրանք ակնկալում են, որ Թուրքիա այցի շրջանակներում կքննարկվեն նաեւ հումանիտար հարցեր գերիներին վերաբերող։ Գիտեմ, որ օրակարգի մասին դեռ հայտարարություն չկա, բայց ձեր կարծիքն եմ ուզում լսել, կքննարկվեն արդյոք նաեւ նման հարցեր։ Շնորհակալություն։ Տեսեք, ձեր հարցի մեջ մի քանի հարց է ըստ էության թաքնված, ոչ թե թաքնված, այլ պարունակվում։ Առաջինը ես պետք է նշեմ, որ մենք հասկանում ենք այն վիշտը եւ այն իրավիճակը, որում գտնվում են այն անձինք, ովքեր ունեն անհետ կորած ընտանիքի անդամներ, որպես զինված ընդհարումների միջազգային իրավունքի հետ որոշակի առնչություն ունեցող մարդ, ասեմ, որ սա ամենապրոբլեմատիկ կատեգորիան է առնվազն 20-րդ, 21-րդ դարի բոլոր պատերազմներում, որովհետև անհետ կորածների պարագայում շատ դժվար է որևիցե եղանակով գործընթացները այնպես ծավալել, որովհետև տեղեկատվության բացակայության հիման վրա է ամբողջ գործընթացը կառուցվում։ Մենք երեկ էլ առաջորդը կառավարության հարցը պատասխանելու ժամանակ հնչեցվեց հարց եւ կառավարության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ հանդիպում է ունեցել վերջերս անհետ կորած անձանց հարազատների հետ, հարցադրումներ են հնչել, այդ հարցադրումները պետք է հստակեցվեն, որ այդ հանդիպումները կունենան պարբերական բնույթ։ Ես ուզում եմ հավատացնեմ ցանկացած անձի, ով ունի անհետ կորած բարեկամ եւ հարազատ, որ որևիցե պետության համար սա ինչ որ մի ձեռնտու իրավիճակ չի ունենալ անհետ կորածներ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, նրան ճակատագրի հետ կապված տեղեկատվությունը դառնա վերջնական, հասանելի եւ ավարտական։ Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ եւ այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ եւ սա կառավարության եւ հանձնառությունն է եւ մեր միջազգային հանձնառությունն է եւ կառավարությունը երբեք չի զլացել այս առումով գործընթացներ ծավալելու։ Ինչ վերաբերում է այն անձին, ով զբաղվում է անմիջականորեն այդ հարցերով, չպետք է մոռանանք, որ անկախ նրանից թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, մենք ինստիտուցիոնալ մոտեցում ունենք եւ այդ ինստիտուցիոնալ մոտեցումը շարունակվելու է։ Այսինքն կոմունիկացիան եւ աշխատանքը այդ անձանց հետ պետք է շարունակվի եւ շարունակվի բոլոր մակարդակներում։ Ես եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ ես հասկանում եւ կիսում եմ եւ այն վիշտը եւ մտահոգությունը, որ ունեն այդ անձինք, դա ամենաբարդ կատեգորիան է ռազմական գործողությունների արդյունքում նման իրավիճակում հայտնված անձանց, բայց նաև պետք է հասկանալ, որ որից է պետություն, նույնիսկ ամենաավտորիտար պետությունները շահագրգռված չեն ունենալու մեծ թվով կամ նույնիսկ որոշակի թվով անհետ կորածներ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ շարունակելու ենք աշխատել, որտեղ դա պետության հանձնառությունն է։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, կարծես թե ինձ թվում է մենք այլ հարցերի շրջանակներում դրանք ամփոփենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։